Փաստորաթերթը գրում է. այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ձերբակալվեց, ապա կալանավորվեց գործարար Սամվել Կարապետյանը, նրա փաստաբանական խմբի կողմից կալանքի, ինչպես նաև խուզարկության և ձերբակալման ակնհայտ ապօրինի որոշումները բողոքարկվել էին Վերաքննիչ քրեական դատարան։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ ապշելու արագությամբ ու հետաքրքիր զուգադիպությամբ նշված գործի նյութերը մաքագրվել են իշխանությունների սրտի դատավոր Արմեն Դանիելյանին, որը հանրությանը հայտնի է քաղաքական մի շարք գործերով և բոլոր այդ գործերով կալանքի միջնորդությունները բավարարելով։ Երեկ Սամվել Կարապետյանի փաստաբանները հայտարարեցին, որ օրենքով սահմանված կարգով հետ են վերցնում ներկայացված վերաքննիչ բողոքը, քանի որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է։ Ողջունելի է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի այս որոշումը, որովհետև դժվար է հավատալ, որ այս դեպքում, ասենք տասնյակ գործերով նա սպասարկել է իշխանություններին, այս դեպքով հանկարծ կարող է օբյեկտիվ որոշում կայացնել։